Ձեզ ողջունել բոլորիդ, որովհետև տեսնում եմ պատուհաններից ու պատշգամներից մեզ ողջունող մեր հայրենակիցներին, բարև ձեզ։ Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության Քարոզ Արշավի ամենամարդաշատ Քարոզ Արշավի հանդիպումները նման հորդառատ անձրևի ներքո են ընթանում, բայց սա էլ պատահական չէ կարծում եմ, որովհետև այս անձրևը խորհրդանշում է այն մաքրությունը, որը գալու է հունիսի 7-ից հետո։ Այս անձրևը խորհրդանշում է այն առատությունը, որը մեր խոստացած լավ փոփոխություններից հետո դառնալու է իրականություն։ Սիրելի արաբկիրցիներ, հունիսի 7-ը պատմական ջրբաժանի օր է լինելու մեր երկրի ու մեր պետականության համար։ Հունիսի 7-ին մեր քաղաքացիները ընտրություն են կատարելու ապրել Հայաստանում, թե Արևմտյան Ադրբեջանում։ Հունիսի 7-ին կատարելով ճիշտ ընտրություն, դուք ունեք բացառիկ հնարավորություն ապրել երաշխավորված խաղաղությամբ, անվտանգ, տնտեսապես կայուն ու հզոր Հայաստանի Հանրապետությունում։ Մենք առաջարկում ենք մի շարք ծրագրային դրույթներով եւ կոնկրետ ճանապարհային քարտեզով, կոնկրետ Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրների լուծում, գույքը հարկի նվազեցում, ճանապարհների բարեկարգում, ժամանակակից տրանսպորտային հանգույցների ստեղծում, մեր քաղաքին պատուհասած էկոլոգիական խնդիրների լուծում, այս բոլորը իրատեսական ու հնարավոր քայլեր են։ Այս օրերին մեզ, մեր բոլոր թիմակիցներին իշխանությունները սպառնում են քաղաքական հաշվեհարդարներով, բայց ասել ենք և կրկնում ենք ևս մեկ անգամ, մեր ոգին ամուր է, մեր կամքն անկոտրում, մեր գործը արդար։ Ես ուզում եմ, որպեսզի այս երթին մասնակցող մեր հազարավոր քաղաքացիները բուռն ծափողջույններով այս պահին ողջունեն մեր ընկերներից Անդրանիկ Թևանյանի տիկնոջը Էլմիրային և որդուն Նորայրին, որովհետև այսօր Անդրանիկ Թևանյանը և մեր մյուս ընկերները, ովքեր իշխանությունների կողմից ենթարկվում են հալածանքների, անցնում են այս ճանապարհով բացառապես նրա համար, որ ընտրել են քաղաքական պայքարի այս ճանապարհը։ Սիրելի երևանցիներ, հունիսի 7-ը պատմական ջրբաժանի օր է։ Կատարեք ճիշտ ընտրություն։ Հունիսի 7-ին, համար 7-ին։